Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը խոսում է ոչ միայն Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների մասին, այլև հրապարակավ ընդգծում է Երևանի կառուցողական դերը այդ գործընթացում։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություն է սպասվում, եւ դա եւս կարևոր փուլ է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը ներկայումս հանրային հարցումներում առաջատար դիրքում է։ Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը համոզված է, տեղի է ունենում Հայաստանի քաղաքական կլանում, եւ Թուրքիան դա այլևս չի ելթաքցնում։ Թուրքիան ողջում է, Թուրքիան որոշումներ է կայացնում, նույնիսկ Հայաստանի ներքաղաքական իրավիճակների համար։ Եվ սա այն դեպքն է արդեն, ինչի մասին մենք խոսում էինք առնվազն 2020-ի պատերազմից հետո, սակայն 5 տարի անց արդեն իրենք որևէ բան ծածուկ անելու կամ ենթատեքստերով ասելու կարիք չունեն, իրենք ասում են ուղիղ, իրենք ասում են հստակ։ Թուրքիայի արտգործնախարարը բաց տեքստով հայտարարում է. Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունները կիսում են նույն նպատակը, եւ Հայաստանին մնում է կատարել մի քանի քայլ։ Իսկ ինչ քայլերի մասին է խոսքը։ Այդ մի քանի բանը կարող են վերաբերել շատ հարցերի, ոչ միայն ճանապարհային հարցերին, այլ նաև կապված հենց նույն սահմանադրության փոփոխության հետ, որը գիտենք Բաքուն է ներկայացնում որպես պահանջ, բայց Անկարան էլ հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունը կախված է նաև թե Ադրբեջանը որքանով բավարարված կլինի Հայաստանի հետ քաղաքական գործընթացի իր պայմանների հարցում։ Այլ կերպ ասած, Հայաստանը պետք է ավելի համահունչ դառնա այն պատկերացումներին, որն ունի Թուրքիան աշխարհաքաղաքականության տրամաբանության մեջ։ Հակոբ Բադալյանը կարծում է, որ Թուրքիան նպաստավոր է համարում Փաշինյանի քաղաքականության շարունակությունը, սակայն ֆորմալ առումով չի միջամտում Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Բայց նաև հասկանում ենք, որ Թուրքիան ամեն կերպ կփորձի իր շահերի տեսանկյունից իր ազդեցությունը ունենալ Հայաստանում ներքաղաքական process-ների այս կամ այն զարգացման հարցում։ Ֆիդանի հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենց ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքը Անկարայի համար ինքնանպատակ չէ։ Այն առանցքային օղակ է միջին միջանցքի տրանսկասպիան միջազգային տրանսպորտային ուղու ամբողջականացման համար, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնուրույն սուբյեկտ, այլ որպես սպասարկող տարածք։ Տեսեք ինչ որտեղ խաղաղության քողի տակ եւ այդ ոգու համահունչ, որը խոսում է հատկապես մեր իշխանությունները, փորձում են բարեդրացիական, եղբայրական հարևանների հետ զրո պրոբլեմ, ժամանակին Դավիթ Օղլուի քաղաքականություններ բերեն այն կետին, որ խաղաղության հարցում, երբ որ բացվում են ճանապարհները, երբ որ ենթակառուցվածքները համատեղ շահագործվում են, ապա վտանգները վերանում են։ Թուրքիայի արտգործնախարարը ուղիղ շեշտում է. միջանցքը պետք է իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը։ Մետաքսե Հակոբյանի համոզմամբ Թուրքիան վաղուց է ուղղորդում Բաքվին, իսկ Արցախը կորցնելուց հետո Հայաստանը վերածվել է ճշմարտ ենթակա սուբյեկտի։ Արցախը դուրս բերել բոլոր process-ներից, Արցախը հանձնել, դա հենց նշանակում էր Հայաստանը դարձնել սուբյեկտ բոլոր առումներով։ Դա բացի անվտանգային, բացի մնացած բոլոր հարցերը զուտ արտաքին քաղաքականության մեջ հենց պայմանավորված Արցախի հարցի փակումով այս իշխանությունների կողմից Հայաստանը արդեն դարձավ սուբյեկտ։ Վերլուծաբանների կարծիքով Փաշինյանի վերընտրման վերաբերյալ Թուրքիայի դրական վերաբերմունքը սերտորեն կապված է միջին միջանցքի եւ թուրքական աշխարհի ձևավորման ռազմավարության հետ։ Անկարան ուշադիր հետևում է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական ուղերձներին։ Հարցը մեկն է. այս գործընթացում ով է իրականում վերահսկող կողմը։ Անահիտ Սարգսյան, Նոննա Գևորգյան, ABC Media։